Մինչև խործերություն աշխատելու է 86-ամյա մրգաշատցի Վալոդյա Պապն իր տարիքից չի նեղվում։ Ծիրանով լի դույլերն այգու մի ծայրից մյուսը մի շնչով է տեղափոխում։ Ես ճիշտ ցերեկ էստեղ եմ, ճիշտ ցերեկ։ Որ ֆիզիկապես ուժեղ է, ինքներս համոզվեցինք, բայց հաջորդ պահին Վալոդյա Պապը մեզ զարմացրեց իր փայլուն հիշողությամբ։ Անգիր հիշում է, թե երբ է տնկել այգին։ Այգին տնկել եմ 99 թվականի մարտի 12-ին։ Այգին մշակել եմ 26 տարի։ Այս տարի Ծիրանի բերքն առատ է, այգետերերն իրացման խնդրի առաջ են կանգնած։ Ծիրանը հասել ծառերից թափվում է։ Միրգը տեղական շուկայում 50-ից 100 դրամով է վաճառվում։ Արտահանման արժեքը 150-ից 200 դրամ է։ Որ ասում եմ 150-ից 200 դրամ, այս ապրանքը կոնկրետնի տարող էլ չկա։ Հավաքում լսում եմ սառնարան։ Նորից կրկնակի ծախս եմ անում, որ սառնարանից անեմ ակուրատնի տանեմ թափեմ, չասեն այս փնթինով է։ Վրաստանում անցնելը դժվար է, Լարսում անցնելը դժվար է։ Ու չգիտեմ ոնց են անցնում անցնողները, ահագին ասում են մեքենաներ հետ են եկել, հնարավոր է որ իրանց մեղքի պատճառով են հետ եկել, բան չունեմ ասելու։ Բայց ամեն դեպքում անցնելը այդքան էլ էս չէ, հերթերը շատ է, ապրանքը փչացող է։ Չի դիմանում թեկուզ սառնարանում։ Մի օր ուշ ես հասցնում տեղ գինը էժաննում է։ Հայկական բերքը Ռուսաստան չի հասնում մի քանի պատճառով։ Այն ընկերությունները կամ անհատները, որոնք գյուղմթերք են արտահանում Ռուսաստան, բայց հարկերը չեն մուծում, Լարսից թույլ չեն տալիս անցնել, հետ են վերադարձնում։ Այսօր բերքը առատ բերք ունենք, անխնա ծախսարել ենք բուժման վրա, վերջը տարբեր գործողություններ տեղի ունենում միջև բերք հավաքին հասնելը, բոլոր կանոնները պայելով հանդերձ հիմա չեն կարողանում բերքը ռեալիզացնել։ Գնում հասնում է սահման, Լարս կամ Բաթումի, դեղից ֆուրը բերքով հետ է գալիս։ Ով է սրա համապատասխան տալու։ Իհարկե միանշանակ մեր երկրի ղեկավարը։ Կրկին գյուղացին է տուժում, ինչու կառավարությունը կամ համապատասխան կառույցները ժամանակին խնդրին չեն արձագանքում, եւ ի վերջո ինչու արտահանումը պատշաճ չի իրականացվում։ Այգետերերի հարցերը շատ են, ցավոք պատասխան տվողներ չկան։ Մարդիկ գիտեն որ գյուղացի գոյություն ունի։ Հələ որ տանջանքի մասին ես խոսում։ Ես հələ չեմ տեսել որ այստեղ ինչ-որ մեկը գա, ասի քեզ ինչով օգնեմ որ դու բերք ունենաս Թեկուզ այսեք խոսքի հետ քո ծախսած գումարը աստիճանաբար տաս։ Պետությունը լավ պետություն չէ, որ չեք կարա թուսանե, բռնում են ճանապարհին, ընդհանրապես Հայաստանի մեր բերքին ինչ ունա։ Հաշված ծրի թափում եք, տանջում եք, չելեցանք դες քանի հատ բանվորակաշտի 10,000 չեն թել կարա ճարե։ Բերքն էլ 200 դրամով ծախենք, բանվորին տանք, ջրին տանք, հողի վար տանք, ում ընտանք չենք գիտե։ Ասում մեզի հաս ենք ստեղծում, ճիշտ է լավ բերք ունենք, բայց ումն է պետք։ Մանուկյաններն ավելի քան 6 հեկտար Ծիրանի այգուց 20-ից 30 տոննա բերք կհավաքեն։ Այգետերերը դժգոհում են առատ բերքն արդյունք կտար, եթե Ծիրանը նորմալ գնով վաճառվեր։ Ես ասում եմ, եթե մարդ կա, թող գա, ես հաշվարկենեմ ինչի վրա ինչ եմ ծախսել, իմ ծախսերը թող տան, շնորհակալություն հայտնեմ բոլորից։ Ու այդան Ծիրանը թող վերցեն իրանց։ Ինչքան գումար եք ներդրել։ Շատ, մենակ ծառների հետելու համար 1 միլիոն դրամ։ Պարատանութը 300,000 դրամ։ Ու շատ գործողություններ կա, այդ քոքերը լրիվ վարվել է։ Ընթացքում կանաչ է տատվսվել, որ այդ ավելորդ շվերը չմնա բերքին վնաս տա։ Ծախսերը շատ է։ Բայց դա ով է հարցնում, ով է հաշվի առնում, կամ ես որ խոսում եմ հաշվի առնող կա, հաստատ չկա։ Արտահանման համար ոչ պիտանի Ծիրանը գյուղացիները շատ հաճախ վերամշակող ընկերություններին են հանձնում։ Դժգոհում են ցածր գնից, ասում են ստացված եկամուտը նույնիսկ մեքենա վարձելու եւ բանվորի աշխատանքի գումարին չի բավականացնում։ Այս օրերին դժվար է նաև Ծիրան հավաքողներ գտնելը։ Վերջին տարիներին Արմավիրի մարզում աշխատուժի պակաս է նկատվում։ Ծիրանը ծառից քաղելու գործը վստահված է տղամարդկանց, իսկ արհեստավարժ կանայք բերքը տեսակավորում եւ դասավորում են արկղերում։ Հայաստանի միրգը շատ համով է։ Մանավանդ Ծիրանը, չէ՞։ Ծիրանով լի այս արկղերը երկար ճանապարհ պետք է անցնեն, միրգն այնպես պետք է դասավորել, որ մեկը մյուսին չվնասի ու առողջ տեսքով տեղ հասնի։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։